Երանի են մարդուն, որ Տիրոջն է պատկանում։ Երանի են մարդուն, որ ծանով է։ Երանի են մարդուն, որ Դավիթի նման ասում է, Տերը իմ հովիվն է, ես ոչ մի բանի կարիք պիտի չունենամ։ Ոչ մի բանի, նա իմ հովիվն է, նա ամեն բան գիտի, գիտի քո անքուն գիշերները, գիտի քո անուծերի խնդիրները, գիտի քո բոլոր հիվանդությունները, գիտի տառապանքները, եւ գիտի բոլոր հացակումները, բոլոր գերությունները, ամեն բան գիտի։ Աստված այսօր քեզ արծում է, որ դու իր հետ հանդիպում ունես։ Նա ասում է, որ դու քո սիրտի առջև բացես, խոնարհվես ամենակարող Աստծու առաջ եւ Տիրոջ ողորմությունը պիտի գտնես։ Այսօր ես առավոտը աղոթք եմ անում, սրուցում եմ, ասում Տեր Աստված, այսօր հիվանդների պաշտամունքը Հայրիկ, խնդրում եմ ինչ ունես ասելու, ասա, ինչն է պատճառը, այս բոլոր դժվարությունների, տկարությունների, հիվանդությունների, անուծելի խնդիրների, անքուն գիշերների, ինչն է պատճառը։ Պատճառը մեր մի բանում է, որ մենք շատ անգամ անհոգ եւ անտարբեր ենք գտնվում Աստծո խոսքի նկատմամբ, մեր Տիրոջ նկատմամբ։ Նա ուզում է ինձ եւ քո հետ հանդիպում ունենալ։ Ուզում 140-ից կարդամ երկու տեղ ու հետո աղոթեմ։ Ու թամարը թող գոհանա Տիրոջմեն իր ողորմության համար, ամեն ինչի համար գոհություն։ Ու հրաշքների համար, որ մարդկանց որդիների համար արեց։ Վասնզի անիկա ծարաված հոգին հագեցնե ու անօթիացածը բարությունով գլեսնե։ Տիրոջ կողմը օրհնյալ է եւ նա ողորմած է։ Եվ հաց, ինչն է պատճառը, որ մենք շատ անգամ այս վիճակների մեջ ենք գտնվում, որտեղ շատ անգամ Աստծու ներկայությունից դուրս ենք գալիս եւ ապրում ենք մեր ուզած կյանքով։ Սուրբ Գիրքը հստակ է խոսում, ասում է՝ մի սիրեք աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ կա։ Որ աշխարհը սիրում է նրան ներսում հոր սերը չկա։ Աշխարհն էլ կանցնի։ Բոլոր ցանկությունները ամեն բան կանցնի, բայց Աստծո խոսքը հավիտյան կա։ Եվ դրա պատճառով գրված է. անոնք խավարի ու մահվան շուքի մեջ կնստեն, տառապանքով ու երկաթով կապված են։ Ինչն է պատճառը, ես ուզում եմ, որ մենք նայենք մեր ներքին կյանքի մեջ պատճառը։ Ես շատ անգամ նայում եմ, որ ես ինձ ժամանակ տվողին ժամանակ չեմ տալի։ Եվ իմ ժամանակը անց եմ տասնում անհոգության և անտարբերության մեջ։ Եվ Աստված ուզում է, որ իրեն ժամանակ տվողին ես ժամանակ հատկացնեմ։ Եվ գրված է երանելի է այն մարդը, որ ամբարիշտի խորհրդի մեջ չի լինում, մեղավորի ճանապարհով չի գայում, ծաղրանովի նստածները չի նստում, հապա նրա հաճությունը, նրա ուզածը գիշեր ու ցերեկ։ Երանելի մարդու, որ գիշեր ու ցերեկ իր երկնային հոր հետ է։ Երանելի մարդու, անգամ դժվարությունը իրան օգուտ կլինի ամենակարողին մոտիկանալու օգնություն, բժշկություն և ազատագրություն գտնելու համար։ Ինչն է պատճառը սա է, դուք ամեն մեկը քնում եք ձեր ներքին կյանքը, ձեր ապրած կյանքը, ով գիտի մարդու բաները, մարդու հոգի իրան ներսում է, մեկ էլ ամենակարող Աստված, Աստված այսօր ուզում է, որ մենք
լիակատար ապաշխարենք ու դառնանք ամենակարող Աստծուն։ Ասում Սոլոմոնի աշտարակը որ ընկա 10 թոկում վերցրեց, միթե այդ մարդիկ բոլոր մարդկանցից մեղավոր են ոչ, եթե չապաշխարենք ամեն դեպ պիտի կորսվենք։ Նա շուտով գալու է եւ գալու է իր ժողովրդին տանելու համար։ Նա ուզում է իր ժողովուրդը պատրաստվի, ոչ թե իր ժողովուրդը իր գտնված վիճակին նայի, այս դժվարություններին, այս պատերազմներին, այս անլուծելի խնդիրներին, ապա ուզում է իր ժողովուրդը նայի, իր հավատքի առաջնորդին, կատարողին, օգնողին, իր անվեր բարձրացնողին, հաշտվենք ամենակարող Աստծու հետ, դարձեք նրան, որպեսզի կյանք ունենաք։ Եվ ասում է, Ֆասզի Աստծո խոսքին հակառակ կեցան ու Բարձրյալի խորհուրդները անարգեցին, ուստի անիկա է Աստված նեղությունով աման սիրտը խորարեցրեց։ Թույլ տվեց այս մի փոքրիկ ճանապարհը հապված այս դժվարությունը, որ այս բոլոր նեղությանների մեջ մենք իրան փնտրենք։ Գրված է ընկան եւ օգնական չեղան եւ շատերը հիմա անկած վիճակի մեջ են, օգնություն է խնդրում, բայց օգնություն չկա, օգնությունը միայն երկնքից պիտի լինի, ամենակարող Աստծուց։ Եվ գրված է Տիրոջը աղաղակեցին իրենց նեղության մեջ ու զանոնք իրենց նեղություններից ու տարապանքներից ազատեցները, փառները։ Հիշի, որ քո աղոթքն անսում է։ Նա բարեգութ ու ողորմած Աստվածը։ Նա իր տեսածի համեմատ, իր լսածի համեմատ քեզի հատուցում չի անում։ Ապա հնարք է գտնում, որ գերին գերությունից ազատվի և ողորմություն ստանա։ Զանոնք խավարի ու մահվան շուքի մեջ հանեց։ Խավարեն ու մահվան շուք են հանեց ու անոնց կապանքները կոտրեց։ Թող գոհանան Տիրոջն իր ողորմության համար, իր ըրած հրաշքների համար, որ մարդկանց որդիներին արեց։ Վախնձի պղնձե դռները փշրեց, Աստված ունի զորություն բոլոր կապանքները և բոլոր պղնձե դռները փշրելու։ Ինչ կապանքներ ունես այսօր, ինչ դժվարություններ ունես, ինչ անլուծելի խնդիրներ ունես, ինչ հիվանդություններ ունես, կա մեկը, որի խոսքը ունի զորություն քեզ ազատ անելով և այդ գերությունից ազատելով։ Գրված է հիմարները իրենց ճամփուն համար ու իրենց անօրությունների համար նեղություն կրեցին, որտեղ իմաստությունով չապրեցին, անմիտությունով ապրեցին և իրենց ճանապարհի կտրուղը նրանք կերան։ Անոնց անձը ամեն կերակուրեն կսծվի ու մինչև մահվան դռները կմոտիկանան և դարձյալ ասում է Տիրոջը կաղաղակեն ու իրենց նեղության մեջ ու կփրկեն զանոնք իրենց բոլոր տառապանքներից։ Այդ բոլոր նեղությունների մեջ դարձյալ Աստված լսում է նրանց աղոթքը։ Տեսնում է, որ իրենք իրենց շամփի մեջ հակառակ են կեցել իրենց խոսքից, բայց որ ընկնում են իրենց օգնական չի լինում, բայց այդ վիճակի մեջ որ աղաղակում են ամենակարող Աստծուն, Աստված այցելում է, ողորմություն անում, բժշկություն անում ու ազատագրություն անում։ Եթե գրված է իր խոսքը կղրկե, իր խոսքը կղրկե ու կբժշկե զանոնք ու կազատե զանոնք իրենց բոլոր կործանումներից։ Թող գոհանան Տիրոջն իր ողորմության համար, իր արած բոլոր հրաշքների համար։ Ամեն։ Ինչ ասում Աստված այսօր։ Ուզում այսօր ու մենք դառնանք։ Ժամանակավոր կյանքի շատ հեռականցնելի է։ Դուք ոչ մեկը չգիտեք ձեր կյանքի հաջորդ վայրկյանը ինչ կարող է լինել։ Չգիտեք։ Ձեր հույսը այս եղածի վրա մի դրեք։ Գալի է ժամանակ, որ ինչ որ տեսնում եք, չեք տեսնելու, ինչ է որ չեք տեսնելու, նա եք տեսնելու։ Այս ուղղակի մի առիթ է, որ մենք ավելի մոտիկանանք ամենակարող Աստծուն և մեր սիրտը բացենք։ Մենք եկել ենք ճիշտ այսօր մեր հիվանդությունների համար,
մեր ցավերի համար, մեկը ինչքան ապրենք հավատալու ծավալը չենք ապրում։ Մեկը եթե օրը չի եկել, ուզում ես հիվանդ եղի, ուզում ես առողջ եղի, չես տենալու, չես տենա։ Բայց եթե օրը գետա, գնալու ես, բայց Աստված ուզում է այս օրերի մեջ, որ ես ու դու ապաշխարենք մեր բոլոր տեսակի ավելորդություններից, եւ որ իր ու քու կյանքը լրանա, մենք մտնենք Տիրոջ հավիտենական օրհնյալ ներկայության մեջ։ Աստված սա, Աստված սուրբ է, եւ ուզում է, որ ես էլ սուրբ լինեմ, դու էլ սուրբ լինես, եւ այս սրբության մեջ հաղորդ լինենք ամենակարող Աստծո։ Ամեն։ Աղոթքը լինի, մի խնդրվան, մեր լիակատար ապաշխարության համար, Աստծուն դառնալու համար, որպեսզի մենք զղջանք, դիտակցենք մեր բոլոր մեղքերը, մեր բոլոր ամրությունները, խոստովանենք ամենակարող Աստծուն, որպեսզի Քրիստոսի այունը այսօր քեզ բացի սրբի բոլոր մեղքերից եւ բոլոր ամրություններից։